Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Դիանա Գրիգորյանի «Գոյամարտ» հեռուստասերիալն այսօր չի ցուցադրվի։ Այսօր «Գոյամարտ» սերիալի չցուցադրվելը արդեն լիովին հասկանալի պատճառ ունի, և դա կապված է հայկական շոու բիզնեսի կարևոր իրադարձություններից մեկի Անահիտ մրցանակաբաշխության հետ։ Այս մրցանակաբաշխությունը համարվում է հայկական հեռուստատեսային և մշակութային կյանքի կարևորագույն իրադարձություններից մեկը, որտեղ գնահատվում են տարվա լավագույն նախագծերը, դերասանները, ռեժիսորները և ստեղծագործական թիմերը։ Բնական է, որ նման մասշտաբային միջոցառումը առաջնահերթություն է ստանում եթերում, հատկապես այնպիսի ալիքում, ինչպիսին է Armenia TV-ն։ Հենց այդ պատճառով էլ «Գոյամարտի» այսօրվա սերիան ժամանակավորապես դուրս է մնացել եթերից, բայց սա պարզապես բաց թողած սերիա չէ, սա ավելի շուտ ռազմավարական դադար է, որովհետև նման միջոցառումները մեծ լսարան են հավաքում և ալիքները փորձում են ամբողջ ուշադրությունը կենտրոնացնել հենց այդ իրադարձության վրա։ Շատ կարևոր է նաև այն փաստը, որ սերիան նախ կհեռարձակվի հենց հեռուստաեթերում Armenia TV-ով և միայն հետո կհայտնվի համացանցում։ Սա նշանակում է, որ հեռուստադիտողներն, ովքեր հետևում են եթերին, միշտ ունեն առաջին դիտման առավելությունը։ Միևնույն ժամանակ այս դադարը նույնիսկ կարող է օգտակար լինել սերիալի համար։ Հիմա, երբ սյուժեն հասել է լարված կետի, Էռնայի անհետացումը, Ավոյի վտանգավոր քայլերը, Լեոյի և Գրիշոյի սպասվող բախումը, Մանանի հեռանալը տնից, Դավիթի ծանր վիճակ, այս փոքր դադարն ավելի է մեծացնում ինտրիգը։ Հեռուստադիտողները սկսում են ավելի շատ քննարկել, ենթադրություններ անել, վարկածներ կառուցել սոցցանցերում։ Նման պահերին ակտիվությունը միշտ աճում է, և հենց սա է դարձնում սերիալն ավելի կենդանի։ Իսկ Անահիտ մրցանակաբաշխությունն էլ իր հերթին կարող է հետաքրքիր լինել հենց «Գոյամարտի» երկրպագուների համար։ Շատ հնարավոր է, որ սերիալի դերասանները, ստեղծագործական թիմի անդամները նույնպես ներկա լինեն այնտեղ, գուցե նույնիսկ մրցանակների արժանանան։ Սա լրացուցիչ կապ է ստեղծում սերիալի և իրական կյանքի միջև։ Երբ եթերն ավարտվի և սերիալը վերադառնա, շատ հավանական է, որ մենք տեսնենք ավելի հագեցած, ավելի լարված սերիա, որը կփոխհատուցի այսօրվա դադարը։ Այսպիսով, այսօր «Գոյամարտի» բացակայությունը պայմանավորված է ոչ թե տեխնիկական խնդրով, այլ կարևոր մշակութային իրադարձությամբ, և արդեն շատ շուտով սերիալը կվերադառնա, շարունակելով իր ամենաինտրիգային փուլը, այնպես որ բաց մի թողեք ձեր հնարավորությունը առաջինը տեղեկացված լինելու, միացեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք շոու բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին առաջինը տեղեկացված լինելու ձեր հնարավորությունը։ Միացեք մեզ ու կլինեք առաջինը, ովքեր կիմանան այս հետաքրքիր նորությունների, գաղտնիքների բացահայտման մասին, և ոչ միայն։ Իսկ հեռուստասերիալում իրավիճակն իսկապես լարված է, հետաքրքիր ու ինտրիգային։ Հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում էին տեսնելու, թե ինչ է տեղի ունենալու Լեոյի և Գրիշոյի հանդիպման ընթացքում։ Իհարկե, հեռուստադիտողներից ոմանք կարծում են, որ նրանց հանդիպումը տեղի չի ունենա, և Մանանն այդ պատճառով է եկել հիվանդանոց, որպեսզի փրկի եղբորն արունահեղությունից, չէ՞ որ նրանց հանդիպումը կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ երկու կողմի համար էլ։ Նրանք մեկ անգամ արդեն հանդիպել են, ինչի հետևանքով Լեոն հայտնվեց հիվանդանոցում բավականին ծանր վիճակում, և այս հանդիպումը անհնար է կանխատեսել, թե ինչ հետևանքներ կունենա։ Եվ հավանաբար հենց դա է պատճառը, որ Մանանն ամեն ինչ դրել է մի կողմ ու որոշել եղբայրների կողքին լինել։ Իհարկե, սա ենթադրություն է, որովհետև Մանանի մտքերը դեռ վերլուծել հնարավոր չէ։ Մանանը սիրում է Լեոյին, ներողություն Գրիշոյին, իսկ դա նշանակում է, որ նա պատրաստ է Գրիշոյի համար ամեն ինչի։ Արդյոք նա պատրաստ է ընտանիքին դեմ գնալու, և արդյոք կարող է եղբայրների արածները մոռանալ ու որոշել իր կյանքը կապել Գրիշոյի հետ։ Գրիշոն սիրում է, բայց նրա ծնողները երբեք չեն ընդունի Մանանին, հատկապես այն բանից հետո, երբ հայրը վերջապես իմացավ, թե ով է Մանանի հայրը։ Դե ինչ հետաքրքիր զարգացումները դեռ առջևում են, այնպես որ բաց մի թողեք հեռուստասերիալի հերթական սերիան դիտելու, քննարկելու հարմար առիթը։
Հեռուստասերիալում իրավիճակն իսկապես լարված է։ Դիանա Գրիգորյանն ու իր թիմը կարողանում են այնպես անել, որ հեռուստադիտողներն անհամբերությամբ ու լարվածությամբ սպասեն հեռուստասերիալի հետագա զարգացումներին, իսկ հեռուստասերիալի զարգացումներն իսկապես ինտրիգային են ու անկանխատեսելի։ Հեռուստադիտողները նույնիսկ չեն էլ գուշակում, թե ինչ է սպասվում իրենց հետագա սերիաներում։ Ինչպես Դիանա Գրիգորյանն իր հարցազրույցներից մեկում նշել էր, նրա յուրաքանչյուր հաջորդ նախագիծ և որակապես և սցենարային լուծումներով տարբերվում է նախորդից, իհարկե լավ առումով, և սա դրա ապացույցն է։ Գոյամարդը կարողացել է գրավել հազարավոր հեռուստադիտողների սրտեր։